Ազգերի լիգայի անցումային փլեյօֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երևանում 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի հավաքականին։ Խաղից առաջ Երևանում ֆուտբոլային տոնական տրամադրություն էր, ՖԱՖ-ի անդամները օպերայից, իսկ Red Eagles-ի անդամները Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին Հանրապետական մարզադաշտ։ Երկու ֆան ակումբները մեկտեղվեցին Սախարովի հրապարակում։ Մինչև այդ էլ երթով մարզադաշտ էին ժամանել Վրաստանից Հայաստան եկած հազարավոր երկրպագուներ։ Հանդիպան մեկտարկին մնացել է ուղիղ կես ժամ, թիմերը արդեն դուրս են եկել նախավարժանքի, տեսնում ենք, որ տրիբունաները կիսով չափ լեցում են, շատ են նաև վրացի երկրպագուների թիվը հանրապետական մարզադաշտում շուրջ 2-3 հազար վրացի երկրպագու է ներկա եւ մինչև խաղի սկսվելը երկրպագուների թիվը հավանաբար կավելանա։ Ուշագրավ է, որ մարզադաշտում կային աննախադեպ թվով վրացի երկրպագուներ, որոնք ոչ միայն հյուրերի համար նախատեսված սեկտորում էին։ Հաղթանակից հետո Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները իրենց ֆանատների հետ տոնում էին հաղթանակը։ Իդեպ խաղից հետո Հայաստանի հավաքականի եւ ոչ մի ֆուտբոլիստ չցանկացավ մեկնաբանել վրացիներից կրած խոշոր հաշվով պարտությունը։ Այսպիսով Վրաստանի հավաքականը պատասխան խաղից առաջ ահռելի առավելություն ստացավ, իսկ հայ երկրպագուների համար ֆուտբոլային տոնական օրը վերածվեց մեծ հիասթափության։ Մարտի 23-ին թիմերը կխաղան Թբիլիսիում։